Հայաստանի Հանրապետությանը եւ մեր ժողովրդին պետքա որպեսզի խաղաղության թիմը ստանա բացարձակ համադրական մեծամասնություն։ Մեր նշաձողը 65%-ն է այս ընտրություններում։ Oh my God! Ալիևի եւ Էրդողանի խամաճիկները նոր նշաձող են սահմանել 65%։ Պատկերացնում եք ցինիզմի աստիճանը։ Մարդիկ պետության կեսը հանձնել են, բայց քվեների կեսից ավելին են ուզում։ Սա նույնն է, որ վիրաբույժը հիվանդի առողջ օրգանները հեռացնի, հետո էլ վերջում գա ու թեյավճար ուզի ասելով. «Բա որ չվիրահատեի, հիմա ընդհանրապես թաղմանդ էինք պատրաստվելու»։ Պատկերացնում եք, սրանք իրենց անվանում են խաղաղության թիմ։ Դե իհարկե, Ալիևի ու Էրդողանի համար իսկական երազանքի թիմ են։ Ուրիշ որտեղ կգտնես խամաճիկների մի խումբ, որը սեփական զինանշանն ու պատմությունը համարում է ագրեսիվ։ Իսկ թշնամու պահանջները կառուցողական հնարավորություն։ Այո, 65%-ը նրանց պետք է ոչ թե երկիր կառուցելու համար, այլ որպեսզի հաջորդ անգամ հող հանձնելիս ասեն. «Ժողովուրդ ջան, դուք եք մեզ լիազորել, որ մենք ձեզ թրքահպատակ դարձնենք, մենք մեղավոր չենք»։ Բևերն ասում է, այս 65%-անոց ախորժակը պետականության մահախոսականն է, ուղղակի գունավոր փաթեթավորմամբ։ Սրանք ուզում են, որ դուք ձեր ձեռքով ստորագրեք ձեր տան կադաստրի վկայականը հենց Ալիևի անունով, ու հետո էլ հպարտանաք, թե ճակերտավոր խաղաղության դարաշրջանում եք ապրում։ Իհարկե, չէ որ Ստրուկի համարել է խաղաղություն տիրում, երբ նա վերջնականապես համակերպվում է իր շղթաների հետ։ 65%-անոց քվեն նշանակում է միայն մեկ բան. դուք համաձայն եք, որ ձեր երեխաները ապրեն ոչ թե Հայաստանում, այլ ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի ինչ-որ անդեմ վարչական միավորումում, ասենք։ Մեր աշխարհացունց իշխանավորները երևի կարծում են, թե հայ ժողովուրդը հիշողության կորուստ ունի ու կարելի է ասֆալտի փոշու տակ թաքցնել պետության փլատակները։ Տղերք, ձեր 65%-անոց ճակերտավոր երջանկությունը նույնքան իրական է, որքան ձեր խոստացած ճակերտավոր խաղաղությունը։ Հայ մարդու արժանապատվությունը ձեր գրպանի մանրադրամը չէ, որ ամեն ընտրությանը հանեք ու առևտուր անեք։ Դուք կարող եք նույնիսկ 100% նկարել ձեր երազներում, բայց իրականությունն այն է, որ պետությունը պահում են ոչ թե ծնկաչոք խնդրողի ձեռքով, այլ տիրոջ իրավունքով։ Իսկ տերը մենք ենք ու մենք չենք վաճառվում։